Հունիսի 14-ին ժամը 22:00-ի սահմաններում տեղեկություններ էին ստացվել, որ Պռոշյան փողոցի Ուրարտու ռեստորանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել եւ կա 1 վիրավոր։ Առնու-լրատվականին աղմկարուց կրակոցներից մանրամասներ են հայտնի դարձել, թե ով է ում ցանկացել սպանել։ 2025 թվականին Հովհաննես Գևորգյանը հունիսի 14-ին ժամը 20:55-ի սահմաններում Վաղարժակ Զաքարյանի կողմից շահագործվող Yandex հարթակում գրանցված Hong-Shin ավտոմեքենայով գնացել է Զորափի փողոցի 1/1 հասցեում գտնվող Ուրարտու ռեստորանային համալիրի ավտոկանանատեղի, որտեղ հանդիպելով իր քրոջ Լե Գևորգյանի ամուսնուն Կարեն Կոստանյանին մոտեցել է նրան եւ վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ։ Սակայն վերջինիս կողմից դիմադրություն ցույց տալու Հովհաննես Գևորգյանի մի կողմից հրելու արդյունքում արձակված կրակոցների ուղղությունը շեղվելու պատճառով Հովհաննես Գևորգյանի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել, որից հետո վերջինս դիմել է փախուստի։ Հովհաննես Գևորգյանի կողմից արձակված կրակոցների արդյունքում Կարեն Կոստանյանը ստացել է մարմնական վնասվածքներ, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս աղմկարուց գործով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործը ուղարկվել է դատարան։ Ասել է, թե ցանկացել է սպանել փեսուն։ Իսկ թե ինչու, ըստ էության հուսանք այս հարցերի պատասխանը կտրվի դատարանում, իսկ մենք կհետևենք քննության ընթացքին։